Արմավիրի մարզի Մերձավան բնակավայրի դպրոցում աշակերտներն ու նրանց ծնողները բողոքի ակցիա են իրականացրել պատմության ուսուցչուհու դեմ։ Նրանց պնդմամբ պատմության ուսուցչուհի Ռոզա Դավթյանը ուսուցչին ոչ հարիր վարք է դրսևորում, վիրավորում է աշակերտներին, ուսուցչական կազմին ոչ պատշաճ կերպով է արտահայտվում արցախցիների մասին, քաոսի է վերածել դպրոցի բնականոն աշխատանքը, քարոզում է սիրել թուրքերին։ Ռոզա Դավթյանն էլ պնդում է, որ դպրոցի ամբողջ անձնակազմը աշակերտներն ու ծնողները դուրս են եկել իր դեմ եւ կազմակերպված ցանկանում են ազատվել իրենից։ Հայկական ժամանակի հետ Արմավիրի մարզպետի օգնական Մանվել Մելիքյանը պարզաբանել է դպրոցում տեղի ունեցած միջադեպը։ Մարզպետի օգնականի խոսքով ներկայացված մեղադրանքներին Ռոզա Դավթյանը որևէ հակափաստարկ բերել չի կարողանում, միայն ասում է, թե դասադուլավորները ստում են եւ զրպարտում իրեն, բայց փաստը մնում է փաստ, որ դասապրոցեսը խաթարված է։ Մանվել Մելիքյանը շեշտել է, Ռոզա Դավթյանը 3 նկատողություն է ստացել, սակայն 3-րդ նկատողությունն արվել է ընթացակարգի խախտմամբ եւ աշխատանքից հեռացվելուց հետո կրկին կարողացել է վերականգնվել նույն հաստիքում։ Տնօրինությունն իրավունք ունի դարձյալ նկատողությունը տալու եւ եթե բանը նորից հասնի դրան եւ դա ճիշտ ընթացակարգով արվի, Դավթյանը կհեռացվի։ Մեր նպատակը դասապրոցեսի բնականոն հունը ապահովելն է եւ մենք չենք կարող աչք փակել խախտում արձանագրելու դեպքում։ Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունից էլ հայտնել են, որ որոշում է կայացվել դպրոցի տնօրենի պաշտոնակատարին աշխատանքից ազատելու եւ տնօրենի նոր պաշտոնակատար նշանակելու վերաբերյալ։